հավատարիմ մնացել, հայ եկեղեցու շահին ենք հավատարիմ մնացել։ Մենք եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու կամքն ենք դրսևորել, ինչ անենք։ Այնքան ենք քաղաքական։ Ո՞նց եք տեսնում այդ իրագործումը, Սրբազան, այսինքն ասում եք եկեղեցին մաքրենք, վերականգնենք։ Կներեք, նախ պիտի դուրս գա քաղաքականության միջից։ Ամբողջականորեն պիտի դուրս գա եկեղեցին քաղաքականության միջից։ Այսինքն Արցախի հետ կապված իրավիճակի հետ կապված գնահատական չտա։ Ինչ կապ ուներ մեկ։ Բայց դա քաղաքական չի։ Ինչ կապ ուներ մեկ չէ, դա քաղաքական չի։ Ինչ գնահատական։ Հայտարարություն, օրինակ արցախցիների իրավունքների պաշտպանություն։ Ո՞վ ասես, մենք Վրթանես Սրբազանը արեց հայտարարություն, հուզվեց իր ժողովուրդը, Արցախի թեմի առաջնորդը արեց, խնդրեմ կարդացեք կամ դրեք այս հոդվածի մեջ։ Արդյոք, այսինքն դուք ինչի եք մեկը մյուսով պայմանավորվում։ Երբ որ ասում եք քաղաքական, երկրի հետ կապված իրավիճակներում դիրքորոշում չունենան։ Մեր ազգային հոգևոր արժեքներին, մեր իրավունքներին, մեր ժողովրդի տարբեր հատվածների, մեր հայրենիքին, դրանց չի չվերագրող բաները, ինչ կապ ունի։ Իսկ որ ասում եք քաղաքական հատկապես ինչ նկատի ունեք, որ չպետք է խառնվեն։ Որ չպետք է մենք այս կամ մենք ուսակցության օրակարգի մեջ ներքաշվենք, կամ նույն անանքետները, կամ ինչ-որ սրբազան պայքար առաջնորդենք։ Տեսեք, մեր եղբայրները այսօր որտեղ են, բանտում, իմաստուններ, դե լավ հարց չեք տալի, նախկին իշխանությունների օրոք, հիմա կասեք այն խնդիրները չկային, այն ժամանակ էլ ուրիշ խնդիրներ են եղել։ Ասում են, եթե դուք այս ամբողջ խնդիրների մասին բարձրաձայնում եք, ինչու չեք ասում։ Այն ժամանակ էլ ուրիշ խնդիրներ են եղել, ու մարդիկ ասում են, բա ինչի օրինակ այս ժամանակահատվածում բան չարեցիք, այն մեկում ասում են, չէ, հարց է տան, հիմա մենք ուզում ենք անաչառ լինել, թե մենք ուզում ենք, չգիտեմ, խուսանավել, ասեմ, թե չէ, քանի որ մենք այն ինչ-որ այս 5 տարին ենք ապել, չէ, այն ինչ-որ Արցախի հետ եղավ, չկար այդպիսի բան, այո, դա մեր ընդհանուր ողբերգությունն է, շատ, էդի մեծագույն բան ցավն է, որ բոլորս ապրել ենք։ Դե դրա համար են ձեզ մեղադրում, ասում եք գնացել եք այն մարդու հետ եք հանդիպելով, Արցախը տվել է։ Դե տեսեք շատ բան հայտարարություն է, ով Արցախը տվել է Արցախը, ուսակցություններ, պայքարեք, ինչ չէ, գնացեք դատի տվեք, եթե ինքն է Արցախը տվողը։ Այսինքն դուք այդ համոզմանն եք, այդ վստահությունն ունեք, որ լրիվ պատասխանատվությունն է իր վրա, տեսեք, սա քաղաքական արդեն գնահատական է, հա։ Ես էլի եմ ասում, ես քաղաքական հարցերի դժվարությամբ կպատասխանեմ, ես կարող եմ պատասխանել եկեղեցուն վերաբերող հարցերին, բայց որպես քաղաքացի, որպես բարձրաստիճան հոգևորական, ես չեմ կարծում, որ ամբողջ պատասխանատվությունը մի հոգու վրա է։ Մենք հո գիտենք ինչպես եղավ, հիմա հո ես հերթով չեմ բան անելու։ Հո մենք չէինք ուզենա, որ այդպես լինի, հա ցավ է, եղել է, բայց հիմա պիտի վերականգնվենք, թե չվերականգնվենք։ Պիտի ժողովուրդը, այսինքն եթե մենք սենց շարունակենք մասնատվել, բաժանվել, այդ մեզ ինչ պիտի տա։ Արցախը այդպես հետ կգա։ Արցախը հետ բերելու համար պիտի դու ուժ ունենաս, ուժեղ պիտի լինես։ Իսկ մենք գնալով թուլանալու ենք, եթե այսպես շարունակ